Բարև ձեզ հարգելիներս, այսօրվա մեր թեման է միկրոէվոլյուցիա, տեսակառաջացում։ Միկրոէվոլյուցիան այն գործընթացն է, որը ընթանում է տեսակի ներսում և ժառանգական փոփոխականության ենթարկում առանձնյակներին։ Միկրոէվոլյուցիան ընթանում է տեսակի սահմաններում և բերում տեսակային խմբավորումների, պոպուլյացիաների և ենթատեսակների առաջացմանը։ Պոպուլյացիաների միջև ի հայտ եկող տարբերությունները հետագայում նոր տեսակների առաջացման հիմք են հանդիսանում։ Միկրոէվոլյուցիան ընթանում է պատմական ավելի կարճ ժամանակահատվածում և ուսումնասիրության համար մատչելի է։ Միկրոէվոլյուցիայի տարրական գործոններն են մուտացիա, պոպուլյացիոն ալիքներ, մեկուսացում և բնական ընտրություն։ Մենք այսօր կխոսենք մեկուսացման մասին, որը բերում է նոր տեսակների առաջացման։ Եվ այսպես գոյություն ունի ալոպատրի, երբ ելակետային ձևի ներսում աշխարհագրական արգելք է առաջանում և ի վերջո գենետիկական փոփոխությունների արդյունքում առաջանում են նոր տեսակներ։ Պերիպատրիկ տեսակառաջացում, երբ արյալում գտնվող ելակետային ձևերը ներթափանցում են նոր արյալ, ապա մեկուսանում են նրանց կենսամիջավայրերը և առաջանում են նոր տեսակներ։ Պարապատրիկ մեկուսացումը, երբ ներթափանցում են պոպուլյացիայի նախկին ելակետային ձևերը, ուրեմն նոր արյալ, առաջանում է այս դեպքում համակցված կենսամիջավայր, որը ի վերջո էլի բերում է նրան, որ գենետիկական փոփոխություններ են առաջանում և վերջապես տեղի է ունենում նոր տեսակների առաջացում։ Եվ սիմպատրիկ տեսակառաջացում, երբ ուրեմն նախկին արյալի ներսում առաջանում են գենետիկական փոփոխություններ, այստեղ առաջանում են կրկնող տեսակներ և ի վերջո պոպուլյացիայի ներսում ձևավորվում է նոր տեսակ, առանձնանալով առաջացնում են երկու տեսակներ։ Առանձնացնենք աշխարհագրական կամ ալոպատրիկ տեսակառաջացում։ Ինչպես նշեցինք, նախկին ելակետային ձևերը, որոնք տվյալ դեպքում տեսակի ներսում վարդագույն են գունավորված, աշխարհագրական արգելքով բաժանվում են երկու մասի։ Ի վերջո նրանց միջև կենսամիջավայրի փոփոխության արդյունքում առաջանում են գենետիկական փոփոխություններ այնպես, որ մենք կարող ենք պատկերել երկնագույն գույնով։ Առաջանում են երկու ենթատիպեր և ի վերջո այս փոփոխությունները այնքան են խորանում, որ վերջում առաջացնում են նոր երկու տարբեր տեսակներ։ Օրինակները նշենք, ուրեմն մեծ երաշտահավերի գոյություն ունի 5 պոպուլյացիաներ, որոնք միմյանց հետ չեն խաչասերվում, կախված աշխարհագրական արգելքներով պայմանավորված կենսամիջավայրի տարբերություններից։ Երաշտահավերը մտնում են ճնճղուկանամանների կարգի մեջ և Հայաստանի Հանրապետությունում հայտնի է 5 տեսակ՝ սև, մեծ, փոփոլավոր, երկնագույն և միջերկրածովյան։ Այս 5 առանձնյակները առանձնացված են ուրեմն իրենց արյալով և չեն խաչասերվում միմյանց հետ։ Այժմ Եվրոպայում աճող մեծ պսակ ունեցող խովտաշուշանը խիստ տարբերվում է հեռավոր արևելքում հանդիպող կարմիր կոթունով, ինչպես նաև մոմաշերտով պատված հովտաշուշանից։ Հովտաշուշանը շուշանազգիների ընտանիքին պատկանող բույս է, դեղաբույս, որը բժիշկները օգտագործում են սրտի որոշակի խնդիրները կարգավորելու համար։ Ինչպես նկատում եք պատկերում, անդրկովկասյան, մայիսյան և կեյսկե տեսակները հովտաշուշանի միմյանցից տարբերվում են իրենց պսակի ձևով և սրանք որպես կանոն առանձնացված են աշխարհագրական խոչընդոտներով և չեն խաչասերվում։ Ինչպես նաև այս նկարում պատկերված է նրանց պտուղը, որը ունի կարմիր վառ գունավորում։ Հաջորդ օրինակը աշխարհագրական մեկուսացման, դա շատ լավ վառ պատկերված է ֆենեք աղվեսի և սովորական աղվեսի միջև,
Եվ ուրեմն նրանց միջև գոյություն ունի աշխարհագրական արգելք, գտնվում են տարբեր աշխարհագրական գոտիներում, ֆենեկը իրականում անապատային ձև է, եւ որպես կանոն տարբեր են կենսամիջավայրները, որոնք էլ բերել են մեծ ժառանգական փոփոխությունների։ Հաջորդը էկոլոգիական մեկուսացումն է կամ սիմպատրիկ, երբ նախկին արյալի ներսում ձևավորվում են կենսաբանական արգելքներ, հիմնականում բազմացման ուրեմն սահմանափակումներ, որի արդյունքում ձևավորվում են ուրեմն որոշակի ժառանգական փոփոխություններ։ Եվ ի վերջո դա երևում է մորֆոլոգիապես եւ առաջանում են մորֆոլոգիական փոփոխություններ։ Սա հանգեցնում է կրկնորդ տեսակների ձևավորմանը, էկոլոգիական մեկուսացումը իր մեջ ներառում է վերարտադրողական մեկուսացման տարբեր մեխանիզմներ։ Երկու պոպուլյացիաներն էլ գտնվում են նույն արյալում, սակայն տարբեր միջավայրերում։ Օրինակներից են էկոլոգիական մեկուսացման գեղամա լեռնաշղթայի ստորոտում ապրող երկու մողեսների ձևերը, որոնք որ միմյանց հետ չեն խաչասերվում, չնայած որ գտնվում են միևնույն արյալում։ Կենսամիջավայրերը տարբեր են, սնունդը կարող է լինել տարբեր, նրանց պահանջները միջավայրի հանդեպ։ Ինչպես նաև նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են մի շարք ուրեմն տարբեր տեսակներ մողեսների, որոնք պատկերված են այս էջում։ Խնդրում եմ ծանոթանալ, որպեսզի տեղեկացված լինեք։ Հայկական ժայռային մողեսը, դալին, մեր կաչքը, Ռադեի մողեսը, Ռոստոմբեկովի մողեսը եւ Իլիկա մողեսը։ Էլի ձևեր կան, որոնք տարածված են, բայց սրանք ամենատարածվածն են Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Մենք խոսեցինք, որ միևնույն արյալում բնակվելով պոպուլյացիաներում առաջանում են տարբեր փոփոխություններ եւ ի վերջո սրանք սկսում են միմյանց հետ չխաչասերվել։ Սակայն կա հակառակ պատկերը, երբ տարբեր տեսակներին պատկանող առանձնյակները իրար հետ խաչասերվելով միջտեսակային հիբրիդներ են առաջացնում։ Օրինակ ձին, որը հանդիսանում է այլ տեսակ, եւ ավանակը խաչասերվելով կարող են առաջացնել միջտեսակային հիբրիդներ, ջորի։ Իհարկե մեծամասամբ միջտեսակային հիբրիդները, որպես կանոն, անպտուղ են։ Եվս մեկ անգամ խոսենք նրանց կենսամիջավայրի մասին։ Եթե նկարում ուշադրություն դարձնենք, սկզբնական ելակետային ձևերը դաշնակույն են ճանճերի։ Նրանց առանձնացնենք տարբեր արյալներ եւ տարբեր սնունդ տանք։ Մալտոզով սնվողները, որը դիսախարիդ է, կազմված երկու մոլեկուլ գլյուկոզներից, մալտոզով սնվողների մոտ նկատվում է արդեն ուրեմն դեղին մաշկի գույն, իսկ օսլայով սնվողների մոտ, գիտենք օսլան պարբերական պոլիսախարիդ է, օսլայով սնվողների մոտ ծիրանագույն մարմնի գույն։ Արդյունքում մեր նախնական ելակետային դաշնակույն ձևերից մենք ունեցանք արդեն դեղին եւ ծիրանագույն ձևեր, որոնք պայմանավորված էին սննդի փոփոխությամբ։ Եվ ի վերջո այս երկու ուրեմն տարբեր ձևերը միմյանց հետ խաչասերվելով կարող են բազմազանություն առաջացնել պոպուլյացիայում, որը ի վերջո կբերի նոր տեսակների առաջացմանը։ Եվս մեկ անգամ ամփոփենք եւ ուրեմն զուգահեռներ անցկացնենք ալոպատրիկ եւ սիմպատրիկ մեկուսացման միջև, ինչպես նկատեցինք ալոպատրիկի ժամանակ, առաջանում է աշխարհագրական արգելք, որը բաժանում է երկու տարբեր արյալների մեջ պոպուլյացիան, արդյունքում գենետիկական փոփոխությունները բերում են նոր տեսակների առաջացմանը։ Եվ սիմպատրիկը, որը տեղի է ունենում նախկին արյալի ներսում, երբ տեսակ առաջացման սկիզբն է ուրեմն սկսվում, տարբերակվում է նրանց մոտ բազմացումը եւ տեսակի ներսում այս վերարտադրողական մեկուսացումները բերում են ի վերջո նրան, որ նոր տեսակ առաջացում է տեղի ունենում։ Վերջնական արդյունքում տեսնում ենք, որ եւ ալոպատրիկ եւ սիմպատրիկ մեկուսացումը բերում են նոր տեսակ առաջացման։
Շնորհակալություն, կարծում եմ նյութը մատչելի էր և կարողացաք մեկուսացումները որպես առանձին գործոններ ուրեմն ներառեք ձեր տեսակաղաչացման պատկերացումների մեջ։ Շնորհակալ